արդյոք Փաշինյանը բերել է այդ խաղաղությունը մեր ժողովրդին։ Բայց նույն Վլադիմիր Պուտինը նույնպես չէ՞ միջամտեց։ Հետո էլ Ռուսաստանը միջամտեց։ 2.5 տարի է մենք խաղաղության գործընթացի մեջ ենք։ Ինչ է ստացել Հայաստանը այս խաղաղության գործընթացից։ Եվ ինչ է ստացել Ադրբեջանը այս խաղաղության գործընթացից։ Բայց անվտանգության խնդիրը չլուծեց, չէ՞, փաստացի Ռուսաստանը մի անգամ։ Ալիևը ուղիղ միջամտեց Հայաստանի ընտրություններին։ Ունակ է կոնկրետ հարցեր լուծել։ Դա մեծ խաբեություն է իրականում։ Ձեր առաջարկը ո՞րն է լինելու կոռուպցիան կանխարգելելու մասին։ Որն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքը։ Ինչու պետք է գնան ընտրություններին։ Մտնելով պարլամենտ, ինքը երկու հսկայական ազդեցություն ունի։ Այսօր մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել ընտրություններին, քանի որ չի կողմնորոշվել, չգիտի ում ընտրել, չի ցանկանում նախկինների վերադարձ, ներկաներին չի ուզում, սակայն կարծում է նաև, որ իր ձայնը որևէ փոփոխություն չի բերելու քաղաքական դաշտում։ Իրականում դա այդպես չէ։ Ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է, եւ նույնիսկ մի ձայնը կարող է էապես փոխել քաղաքական կառուցվածքը, ինչպես նաև պետական համակարգը։ Ինչպես եւ ոնց այսօր այդ մասին կխոսեմ ՀԱԿ կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ։ Ողջույն, պարոն Աբրահամյան։ Մենք այսօր քննարկելու ենք մի քանի հարցեր, նախ ձեր նախընտրական ծրագրի մասով քննարկում կունենանք, այնուհետև կանդրադառնանք նրան, թե ինչ առաջարկներ ունեք խաղաղության եւ անվտանգության մասին, եւ հետո կխոսենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի ընտրողի քվեն, ինչու պետք է մարդիկ գնան ընտրություններին եւ արդյոք կարող են ընտրություններին գնալով իրավիճակ փոխել Հայաստանում։ Նախ սկսենք խաղաղությունից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղություն է բերել։ Ինչու է կարծում, որ նրա բերած խաղաղությունը իրական չէ եւ ավելին կարծում եք, որ խաղաղություն չի բերել։ Կխնդրեմ սկսենք հենց այս հարցից։ Ուրեմն մենք ներկայացել ենք մեր ընտրողին մեր ծրագրով։ Մեր ծրագրի առանցքային կետը, գլխավորը մեր ծրագրի մեջ դա հենց խաղաղության հարցն է եւ Հայաստանի անվտանգության։ Որովհետեւ միշտ պետության առջև միշտ կանգնած են լինում բազմաթիվ խնդիրներ եւ հասարակության առջև, բայց միշտ կան կարևորները, դրանց մեջ ամենագլխավորները։ Այս պահին Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր, ամենագլխավոր խնդիրը դա Հայաստանի անվտանգության հարցն է եւ խաղաղության գործընթացը։ Գիտեք հավանաբար եւ դա գաղտնիք չէ, տարիներ շարունակ 2 տասնամյակից ավելին։ Խաղաղության հարցը եղել է մեր օրակարգի գլխավոր հարցը մեր կուսակցության։ Փաշինյանը վերջին շրջանում փորձեց այդ օրակարգը, այսպես ասած, վերցնել, շատ լավ հասկանալով, որ աղետալի այդ պատերազմից հետո ժողովուրդը դրա պահանջն ունի։ Իրականում պահանջը եղել է միշտ։ Հիմա ուղղակի դա շատ ավելի սրվել է, պատերազմի կորուստները մարդկանց բերել են այո մի իրավիճակի հոգեբանական այո մի ճնշվածության, երբ որ պատերազմի մասին ցանկացած խոսակցություն մերժվում է ժողովրդի կողմից եւ շատ ճիշտ է որ մերժվում է, դա շատ սթափ մոտեցում է։ Հիմա խաղաղության օրակարգը եկել է առաջին պլան, դա շատ բնական է, շատ լավ է։ Բայց Փաշինյանը կատարում է մի այսպիսի տրյուկ։ Նա ժողովրդին փորձում է համոզել եւ մեզ բոլորիս փորձում է համոզել, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Որ նա բերել է հայ ժողովրդին խաղաղություն եւ հիմա խնդիրը ոչ թե խաղաղության հաստատումը մինչեւ վերջ հարցնելն է, ոչ այնքան դա, որքան խաղաղությանը տեր կանգնելը, խաղաղությունը պահպանել։ Եվ այստեղ հարցը առաջանում իհարկե, արդյոք Փաշինյանը բերել է այդ խաղաղությունը մեր ժողովրդին։ Ինչ չափանիշներով մենք պետք է որոշենք։ Դե օրինակ Փաշինյանը որոշում է, որ կրակոցներ չկան սահմանին։ Գլխավոր փաստարկը, որ բերում է նա, ասում է կրակոցներ չկան։ Խաղաղության գործընթացը ընթանում է արդեն 2.5 տարի։ Նա ասում է, որ տարի ու կեսը մենք սահմաններում կրակոցներ չունենք, զոհեր չունենք, հրաշալի է։ Բայց խաղաղությունը նախ մենք չունենք նաև խաղաղության պայմանագիր։ Խաղաղությունը դա հայտարարություն չի,
Խաղաղությունը ինչ որ մի ակտ չի, խաղաղությունը մի ամբողջ համալիր է հարցերի, որոնք եթե բավարարված են, ուրեմն խաղաղություն կա, եթե բավարարված չեն, ուրեմն խաղաղություն չկա։ Դրա մեջ եւ խաղաղության պայմանագիրն է, եւ սահմանների փոխադարձաբար ճանաչումը, եւ ատելության խոսքի բացառումը, եւ տնտեսական ակտիվ կապերը, եւ երաշխիքների արկայությունը, որ պատերազմ չի սկսվի, եւ այլն։ Հիմա 2.5 տարի է մենք խաղաղության գործընթացի մեջ ենք։ Ինչ է ստացել Հայաստանը այս խաղաղության գործընթացից։ Եվ ինչ է ստացել Ադրբեջանը այս խաղաղության գործընթացից։ Ես թվարկեմ նախ թե ինչ է ստացել Ադրբեջանը այս ընթացքում, հետո կանդրադառնամ նրան, թե ինչ է ստացել Հայաստանը։ Ադրբեջանը ստացել է Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։ Ստացել է Մինսկի խմբի լուծարում Հայաստանի ձեռքով։ Ստացել է բոլոր եվրոպական դատարաններում Ադրբեջանի դեմ բոլոր հայցերի հետ քաշում։ Ստացել է Տավուշյան անկլավների վերադարձ, ռազմավարական նշանակություն ունեցող։ Հիմա արդեն գործընթացի մեջ է Տիգրանաշենի ռազմավարական անկլավի վերադարձ։ Ստացել է Մեղրիի Միջանցք։ Ըստ էության ստացել է, ճիշտ է, դա հայ-ամերիկյան պայմանագիր է, TRIP նախագիծը, բայց դա ըստ էության Միջանցք է, որը պետք է Ադրբեջանի։ Ստացել է Ղարաբաղի հայկական պատմամշակութային հուշարձանները անխոչնդոտ առանց որևէ խնդրի ադրբեջանականացնելու կամ ոչնչացնելու իրավունք։ Ստացել է Հայաստանի հրաժարումը Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն։ Ստացել է ըստ էության Հայաստանում հայ առաքելական եկեղեցին ըստ էության կազմաքանդելու մի գործընթաց, որը նախաձեռնել է Փաշինյանը։ Նա ստացել է Հայաստանի ռազմական բյուջեի սպառազինությունների կրճատում, փաստացի, ոչ թե խոստում, այլ կրճատում, ընդ որում դրա դիմաց Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն եւ սպառազինությունները։ Ստացել է Հայաստանի կատարյալ լռությունը 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնել։ Բայց հերքում են, չէ՞ դա։ Ես հերքում, ինչ են հերքում։ Օրինակ, չկա նման բան, դա ադրբեջանական թեզ է, չի լինելու նման բան։ Լավ է, եթե ադրբեջանական թեզ է, նախկինում իրանք շատ բաների էին ասում ադրբեջանական թեզը, Մեղրիի Միջանցքին էլ էին ասում։ Հետո մենք տեսանք դա ինչպես Ադրբեջանը լուծեց։ Ընդհանրապես մեր իշխանության հայտարարություններին պետք է շատ կասկածանքով վերաբերվել։ Հիմա օրինակ Արծվաշենի դեպքը, որպեսի նախապատրաստի հասարակական կարծիքը Տիգրանաշենի ուրեմն անկլավի հանձնման համար, նա խոսեց ընդհանրապես այն մասին, որ Արծվաշենը եթե մեզ վերադարձնեն, սկսեց այս թեմայից, չէ՞, այնտեղ եթե մսկիթ լինի, ինչ ենք անելու եւ այլն։ Դա հասարակական կարծիքի նախապատրաստություն էր։ 300,000 ադրբեջանցիների մասով կա նաեւ ի վերջո ազգային ժողովի նախագահի բրիֆինգներից կամ լրագրողներից մեկի հարցին պատասխանը մի 3-4 ամիս առաջ, որտեղ նա շատ հանգիստ ասեց, ինչ է պատահել, որ մեր քաղաքացիներն են կգանք ինտեգրվենք ապրեն մեզ հետ։ Դա էլ է եղել։ Ես շատ մեծ կասկածանքով եմ վերաբերվում նրան, որ հիմա իրենք հերքում են դա։ Ինչ է ստացել եւս Ադրբեջանը։ Ադրբեջանը ստացել է Ռուսաստանի դուրս մղումը խաղաղության գործընթացից եւ Հայաստանի հետ երկկողմ բանակցությունները, որոնք բերեցին այս բոլոր զիջումներին։ Այսինքն Հայաստանի դաշնակցի դիրքերի թուլացումը տարածաշրջանում, Իրանի դիրքերի թուլացումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի դիրքերի ամրապնդումը մեր տարածաշրջանում։ Նա ստացել է հայ ժողովրդի ազգային արժեքների եւ սիմվոլների վերանայում։ Մեծ հաշվով, երբ որ այս ամեն ինչը այսպես նա տեսնում ես այս ամեն ինչը, որպես մեկ փաթեթի մեջ հասկանում ես, որ նա ստացել է նաեւ ըստ էության Հայաստանում իր դրածո իշխանությունը, որի հետ նա կարող է լուծել ցանկացած խնդիր, որը ցանկանում է։
Եվ այս առումով շատ կարևոր է նաև դրա մասին հիմա չգիտես ինչի քիչ է խոսվում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ երևի Ադրբեջանի նախագահը ուրեմն շատ կոշտ հայտարարություններ արեց կապված Հայաստանի ընտրությունների հետ։ Նա գրեթե ուղիղ տեքստով, ոչ թե գրեթե, այլ հենց ուղիղ տեքստով հայտարարեց, որ իրենց համար նախընտրելի ուրեմն տեխնացու նախընտրելի իշխանությունը Փաշինյանի իշխանությունն է եւ շատ կոշտ հայտարարություններ արեց այն բանի վերաբերյալ, որ ինչ կլինի, եթե հանկարծ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Այսինքն Ալիևը ուղիղ միջամտեց Հայաստանի ընտրություններին եւ ընդ որում բացահայտ ասելով, թե որն է իր նախընտրած իշխանությունը։ Իհարկե պետք է հասկանանք, որ Ալիևը հայ ժողովրդի շահերով չի առաջնորդվում։ Դե բնականաբար առաջնորդվում է առաջին հերթին իր պետության շահերով։ Հետևաբար իր պետության շահերից բխում է, որպեսզի Հայաստանում պահպանվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իսկ կներեք, Հայաստանը ինչ է ստացել։ Հայաստանը այս ամեն ինչի դիմաց ստացել է ընդհանրապես ձեր ասած 1.5 տարվա զինադադար։ Ուրիշ ոչինչ չի ստացել Հայաստանը։ Եթե գիտեք մի բան, որ ստացել է Հայաստանը, ասեք։ Ոչինչ չի ստացել։ Դե օրինակ քննարկվում է, որ խաղաղության պայմանագիր է կնքվելու, նաև ԵՄ աջակցությունը ունի նույն Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ մենք արդեն ինքնիշխան ենք եւ կարող ենք ինքներս երաշխավորել մեր խաղաղությունը, մեզ պետք չեն միջնորդներ ուղիղ կապ ունենալու հետ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում հայտարարեց, որ շատ դեպքերում միջնորդները խեղաթյուրել են երկու կողմի ասածները եւ հիմա երբ մենք ուղիղ ենք շփվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ավելի հեշտ է, ավելի արագ են հարցերը լուծվում։ Այ ինչ կասեք այս։ Այսինքն դուք չասեցիք մի բան, որը ստացել է Հայաստանը։ Դե պիտի ստանա ըստ նույն Նիկոլ Փաշինյանի պետք է ստանա եւ ըստ Փաշինյանի պետք է ստանա, բայց Ադրբեջանը արդեն դե ֆակտո ստացել է։ Այն ինչ որ ես թվարկում էի, Ադրբեջանը կամ ստացել է փաստաթղթային խոստում կամ գոնե ուրեմն ընթացք, գործընթաց այդ ուղղությամբ։ Այսինքն Հայաստանը ըստ էության ոչինչ չի ստացել։ Հայաստանը ստացել է միայն այդ զինադադարը, որն էլ դատելով թե Ալիևի, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երաշխավորված չէ։ Երաշխավորված է, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության օրինակ։ Այսինքն այդ խաղաղություն կոչվածը դա մեծ խաբեություն է իրականում։ Սա մեծ խաբեություն է, որը Փաշինյանը փորձում է հրամցնել հայ ժողովրդին։ Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդուց։ Դա անհնար բան է։ Խաղաղությունը նախ պետք է ունենա երաշխավորված լինի։ Հիմա եթե ասում եմ մենք Թուրքիայի հետ ուղիղ աշխատում ենք, Ադրբեջանի հետ, իհարկե պետք է աշխատել, բայց դու ինչ երաշխիքներ ունես, ինչ երաշխիքներ կան, որ քո անվտանգությունը ապահովված է։ Որն է դրա երաշխիքը։ Կոնգրեսը ունի շատ կոնկրետ, այո, կոնգրեսը ունի շատ կոնկրետ ծրագիր, առաջարկներ, թե ինչպես ստեղծել այդ երաշխիքները։ Փաշինյանը այդ ուղղությամբ ոչինչ չի անում։ Նա ըստ էության դուք էլ ասացիք, նա ընդհանրապես հայտարարություններ է անում։ Ասում է, այ մենք ինչ-որ տեսական դատողություններ է անում։ Բայց երաշխիքները պետք է լինեն հողի վրա, պետք է լինեն շատ կոնկրետ, աշխատող։ Ինչ է առաջարկում կոնգրեսը։ Մենք մեր կոնցեպտուալ մոտեցումը հետևյալն է։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, որպեսզի ավարտին հասնի։ Մենք նախ շարունակելու ենք այդ խաղաղության գործընթացը, եթե մենք գանք իշխանություն։ Եթե մենք լինենք իշխանություն, անպայման պարտադիր կարգով շարունակելու ենք խաղաղության գործընթացը, շարունակելու ենք այն կետից, որ կետից կստանանք իշխանությունը, ոչ թե կսկսենք մեր կետից, ինչպես ժամանակին արեց Փաշինյանը եւ Հայաստանը գցեց մեծ փորձանքների մեջ։ Պետությունը եթե լուրջ է, եթե որպեսի պետությանը լուրջ ընդունեն, որպես պարտներ ընդունեն, պետությունը անկախ նրանից թե իրենից առաջ ինչ իշխանություն է եղել, նա պետք է հարգի Հայաստանի բոլոր ստանձնած միջազգային պարտավորությունները։ Եվ շարունակի գոնե արտաքին քաղաքականությունը։ Այո, շարունակի արդեն իր որդեգրած սկզբունքներով, իր պատկերացումներով պետք է շարունակի։ Հակառակ դեպքում այդ պետությանը ոչ ոք լուրջ չի ընդունի։
ընդ որում թե ինչ իշխանություն է եղել Հայաստանում, դա միջազգային սուբյեկտների խնդիրը չի, դա մեր խնդիրն է։ Մեր խնդիրն է, դա մեր ժողովրդի խնդիրն է, չէ՞, թե ինքը ինչպեսի իշխանություն։ Հիմա ինչ ենք մենք առաջարկում։ Մենք մեր կոնցեպտուալ մոտեցումը սա է, որ խաղաղությունը եւ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված կլինեն, եթե մենք Ադրբեջանի հետ ունենանք ուժերի հավասարակշռություն։ Եվ խոսքը այստեղ ռազմական ուժի մասին չէ, այլ համակարգային հավասարակշռություն։ Այ ինչի մասին է, ավելի պարզ բացատրեք, որ անդողը հասկանա։ Ինչի մասին է դա։ Ուրեմն նախ եւ առաջ Հայաստանը պետք է իրականացնի ծրագրեր, որոնք մեծ հաշվով պետք է մեծացնեն հնարավորինս շատ միջազգային կարևոր դերակատարների ներկայությունը տարածաշրջանում։ Նրանց շահերի ներկայությունը։ Օրինակ, բայց կարող է Հայաստանը նման հավակնություններ ունենալ, Հայաստանը ինքնուրույն պետություն է, սուվերեն պետություն է։ Իհարկե, կարող է թե չէ, բայց նա պետք է ձգտի դրան։ Նա իր առջև պետք է դնի խնդիր եւ փորձի այդ խնդիրը լուծել։ Եթե պետությունը չի գնում այդ ճանապարհով, նշանակում է նա չի հասկանում խնդիրը։ Ոչ թե Ադրբեջանի խոստմանը, այսօր ըստ էության այս խաղաղությունը գոյություն ունի միայն ու միայն Ադրբեջանի կամքով։ Ադրբեջանի ցանկությամբ։ Ինքը ուղղակի չի սկսում պատերազմ։ Պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, հա։ Եվ բազմաթիվ պայմաններով, որոնք պետք է Հայաստանը կատարի։ Սահմանադրության փոփոխությունը ես մոռացա ասել։ Այսինքն ուղիղ միջամտում է մեր ներքին գործերին։ Հայաստանը պետք է ինքնիշխան որոշումներ կայացնի եւ ինքը որոշի իր ճակատագիրը եւ ինքը իրականացնի ծրագրեր, որոնք ամրապնդում են իր անվտանգությունը։ Մենք առաջարկում ենք օրինակ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում։ Ինչքանով է իրատեսական։ Շատ իրատեսական է։ Իրանից մենք իշխանություն չենք, Իրանի հետ ուղիղ չենք կարող աշխատել իհարկե, բայց ազդակներ իրանյան մամուլում նաև մենք տեսել ենք։ Շատ իրատեսական է։ Այդ ծրագիրը մշակված է եղել ժամանակին եւ այդ ծրագրին պետք է մասնակցեր ոչ միայն Իրանը, այլ նաեւ Չինաստանը, նաեւ Ռուսաստանը, տարածաշրջանային խոշոր սուբյեկտները, տարածաշրջանային խոշոր երկրները պետք է մասնակցեին այդ ծրագրին։ Այս ծրագիրը տնտեսապես շահավետ է նաեւ այդ երկրների համար, որովհետեւ կապում է ուղիղ Պարսից ծոցը, ուրեմն Հարավային Ասիայի հետ եւ Հարավային Ասիա Պարսից ծոց Հայաստանի միջոցով ճանապարհ դեպի Սեպծով եւ ճանապարհ դեպի նաեւ ռուսական շուկա, նաեւ դեպի Ուկրաինա։ Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է։ Այս նախագիծը ժամանակին մշակված է եղել։ Հաշվարկներն էլ կան սրա արժողության, թե ինչ կարժենա այս ծրագիրը։ Տարբեր երկրներ շահագրգռված կողմեր փայամասնակցության իրավունքով կարող են մասնակցել այդ ծրագրին։ Ցանկության դեպքում այդ ծրագրին կարող է մասնակցել նաև Ադրբեջանը։ Ցանկության դեպքում կարող է մասնակցել նաև Թուրքիան։ Խնդիրը նա է, որ Հայաստանը պետք է դառնա տրանսկոմունիկացիաներով այնպիսի կապվածություն պետք է ունենա աշխարհի հետ եւ մասնակիցների շահերը, որոնք մտնելու են մեր ռեգիոն, բնականաբար այդ շահերը առաջին հերթին բացառելու են պատերազմի հավանականություն։ Այսինքն դուք առաջարկում եք հենց այն խաղաղության խաչմերուկի ճիշտ մոդելը, որը որ կարող է Հայաստանին երաշխավորել բազմակողմանի 3+BRICS ենք մենք կոչում այդ ծրագիրը, որովհետև TRIP-ը պետք է պահպանվի բնականաբար, բայց դրա հետ միասին պետք է ուրեմն գնա, այսպես ասած, BRICS-ի երկրների մասնակցությունը ծրագրին եւ ցանկացած այլ երկրի, որոնք կցանկանան։ Եվ բնականաբար Հայաստանը շատ ավելի պաշտպանված կլինի եւ Հայաստանը կստանա նաեւ տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ։ Հայաստանը պետք է շտապ կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Շտապ կարգով։ Հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են բավական ճգնաժամային իրավիճակում։ Դե բայց իշխանությունը ասում է, որ ամեն ինչ նորմալ է, որևէ ճգնաժամ չկա։
Մենք գործընկերային, դաշնակցային լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի։ Հա, շատ դաշնակցային հարաբերություններ են, եթե նայենք թե Ռուսաստանի իշխանությունները ինչ են ասում այդ առումով։ Շատ դաշնակցային են այդ հարաբերությունները։ Ռուսաստանի իշխանությունները ամենօրյա ռեժիմով գրեթե մտահոգություններ են հայտնում Հայաստանի որդեգրած ուղու եւ Հայաստանի ուրեմն այս պոզայի վերաբերյալ։ Հիմա հարցը առաջանում, լավ, Ռուսաստանը դժգոհ է այս իրավիճակից։ Փաշինյանը ինչի՞ց է գոհ։ Եվ ընդհանրապես այս ճանապարհը, որ ընտրել են, ի՞նչ է տալիս սա Հայաստանը։ Հայաստանը որպես պետություն դեպի ԵՄ մուտք։ Դեպի ԵՄ մուտք։ Հիմա Որտեվ տեսեք հասարակ քաղաքացին, այսինքն միջին վիճակագրականով քաղաքական բարձր գիտելիքներ չունի, նայում է եւ պատկերացնում է, որ դեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանում են, մենք գնում ենք Եվրամիություն, շատ լավ է, ինչ կզարգանանք, ավելի լավ, աճող, զարգացող պետություն կունենանք, այդ որքանով է իրատեսական։ Ես Եվրամիությունն ընդունում եմ, ես Դե երկու ժամանակ 30 տարի հետո, հա հիմա ընթացակարգեր կանցնի։ Ռուսաստանը պետք է սպասի, ասի դե Փաշինյանի մոտավորապես մտածելակերպը իր իշխանության հետևելն է։ Իրանք հիմա ոնց են խոսում Ռուսաստանի հետ, ասում են, գիտեք, երբ որ ժամանակը կգա, մենք կորոշենք։ Ուրեմն դուք համբերեք մի 30 տարի։ Մենք Եվրամիությանը անդամակցելու մեր բոլոր պրոցեդուրները, բոլոր բաները իրականացնենք, որ հետո ձեզ ասենք ռուսները։ Հա, եւ եթե ռուսները դրան համաձայն չեն, ասում են շատ բան են իրանք ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում։ Միջամտում են մեր ներքին հարցերին։ Մեր ներքին հարցեր։ Իդեպ դա լավ հայտարարք երևույթ, մեր ընտրություններին միջամտեց ոչ միայն Ալիևը։ Մեր ընտրություններին արդեն միջամտեց Թուրքիան, որը նույնպես հասկացրեց, որ պաշտպանում է Փաշինյանին։ Մեր ընտրություններին առաջինը ընդհանրապես ասած միջամտեց Եվրամիությունը, որը նույնպես ասաց, որ ուզում է պաշտպանել Փաշինյանին։ Բայց նույն Վլադիմիր Պուտինը նույնպես չէ միջամտեց։ Հետո էլ Ռուսաստանը միջամտեց։ Այո, եթե Հայաստանը որպես դա մի բան է նշանակում, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը, նա կորցնում է իր ինքնիշխանությունը։ Ընդհանրապես որևէ այլ երկրի ընտրություններին միջամտելը միջազգային հարաբերությունների էթիկայի կոպտագույն խախտում է։ Բայց հիմա արդեն 4 երկիր իրենց դա թույլ են տալիս։ Դա նշանակում է, որ Հայաստանը ինքնա թույլացել։ Հայաստանի ինքնիշխանությունը այնքան է արդեն խոցելի, որ պետությունները իրենց նման իրավունք են վերապահում։ Դա պետք է ընդհանրապես տաբու լիներ։ Սա ռուսներն էլ, ասեց, Եվրամիությունն էլ, Ադրբեջանն էլ, Թուրքիան։ Ես չգիտեմ Հաստատի Ամերիկան էլ, եթե նկատի ունենանք Վենսի այցը, դա էլ կարող է դիտարկել որոշակի առումով։ Այո, իհարկե, նաև Միացյալ Նահանգները, բայց այստեղ պետքա մենք լավ, ես մեր առաջարկների, այսպես ասած, թվարկեմ, հետո կանդրադառնամ, դա շատ կարևոր հարց է։ Մենք մյուս խնդիրը Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր գծով է գնում Հայաստանը դարձնելով Ռուսաստանի արևմուտք այս գլոբալ հակամարտության օբյեկտ։ Հայաստանը երբեք դա թույլ պետք է չտա։ Հայաստանը Ռուսաստան արևմուտք հակամարտությանը ընդհանրապես որևէ ձևով պետք է չմասնակցի եւ միշտ պահպանի իր չեզոքությունը։ Փաշինյանի քայլերը հաճախ գնում են հակառակ ուղղությամբ։ Դա նույնպես հարվածներ է բերում Հայաստանի նկատմամբ եւ դեռ հարցը թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Եթե նկատի ունենանք թեկուզ Ուկրաինայի օրինակ։ Չեմ կարծում, որ դե խոսքը գործը դրան հասնի իհարկե, բայց էլի հարցը գալիս է քո վարկագծին։ Ինչու է Հայաստանը իրեն այդպես պահում։ Ինչ է ստանում Հայաստանը դրանից։ Արդյոք դա է մեր պետական շահը, մեր ժողովրդի շահը դա է պահանջում։ Ես հետո կանդրադառնամ Եվրամիության հարցը։ Մենք պետք է լրջորեն վերանայենք իհարկե մեր պաշտպանական համակարգը, մեր ծրագրում մի ամբողջ գլուխ, մի ամբողջ բլոկ դրան է նվիրված, շատ լուրջ առաջարկներ ունենք այդ մասով։ Իհարկե այդ խնդիրները պետք է լուծել։ Մենք պետք է դա մեր նաև գաղափարախոսության, մեր քաղաքական սկզբունքների մեջ է միշտ եղել։ Հայաստանը պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենա։ Այն ինչը ասում է Նիկոլ Փաշինյանը, այս այն դեպքն է, որ ինքը կարդացել է, բայց չի հասկացել։ Եթե
այսինքն մեր թեզիսները, մեր ծրագիրը, մեր գաղափարախական սկզբունքները ծանոթացել, բայց չի հասկացել։ Հավասարակշռված քաղաքականություն վարել Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ մասնավորապես, կամ արևմուտք-արևելք հարաբերություն նշանակում է նախ եւ առաջ ուրեմն չմտնել այդ երկու կողմերի միջև տեղի ունեցող մրցակցության մեջ որևէ կողմի օգտին։ Հայաստանը պետք է լրիվ չեզոք լինի։ Բայց հիմա օրինակ որքանով չեզոք չի։ Չեզոք չի։ Հայաստանը բազմաթիվ ուրեմն հակառուսական գործողություններ կատարեց, ուղիղ։ Երբ որ Հայաստանի պատվիրակություն գնաց Բուչա, սա ինչ էր նշանակում։ Այսինքն Ռուսաստանը գտնում է պատերազմի մեջ մի երկրի հետ, դու ցուցադրաբար կատարում ես քայլ, որով գրգռում ես այդ պատերազմի մասնակիցներից մեկին քո դեմ։ Ընդ որում այդ մասնակիցը քո դաշնակիցն է, պաշտոնապես նա քո ռազմավարական դաշնակիցն է։ Եվ այդպիսի քայլեր էլի անում Փաշինյանի տարբեր հայտարարություններ։ Հայաստանում հակառուսական քարոզչությունը չի անում, հենց իշխանական պրոպագանդիստները ամեն օր զբաղված են հակառուսական քարոզչությամբ։ Հիմա ես մի հատ անդրադառնամ այդ դեպի Եվրոմիություն գնալու այդ բանը։ Ուրեմն Հայաստանում կա մի շատ տարածված թե գրավոր խոսքում, թե բանավոր խոսքում, Facebook-ում շատ հաճախ հանդիպում մի տարածված շատ սխալ քաղաքական առումով, շատ սխալ մի այսպիսի մտայնություն։ Մասնավորապես ասվում է հետևյալը. մենք ուզում ենք կառուցենք եվրոպական արժեքների վրա հիմնված երկիր։ Եվ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը ձգտում բարեկամական կամ դաշնակցային հարաբերություններ ունենալ խիստ ավտորիտար Ռուսաստանի հետ։ Քանի որ դա հակասում է այս եվրոպական արժեքների վրա հիմնված երկիր կառուցելու մեր ցանկությանը, ուրեմն մենք պետք է ձգտենք դեպի Եվրամիություն։ Բայց մենք տնտեսապես ամբողջովին կախված ենք Ռուսաստանից փաստացի։ Ոչ միայն տնտեսապես, մենք նույնիսկ անվտանգության ապահովման առումով առայժմ էապես կախված ենք Ռուսաստանից։ Հիմա հարց է առաջանում։ Լավ, այդ եվրոպական արժեքները ում համար են։ Եթե դու քո երկրում եվրոպական արժեքներ ես ներդնում, եթե զարգացնում ես դրանք, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություններ, օրենքի գերակայություն եւ այլն, դա պետք է նախ եւ առաջ քո համար, քեզ է պետք դա։ Դու քո համար ես կառուցում այդպիսի երկիր։ Դա քո ներքին քաղաքականությունն է։ Արտաքին քաղաքականության առումով դա բոլորովին կապ չունի։ Ոչ մեկին քո ներքին կյանքը պետք չի։ Այսինքն դու կարող ես ունենալ եվրոպական արժեքներով երկիր, բայց որպես ռազմավարական դաշնակից ունենալ օրինակ Ռուսաստանին, Չինաստանին կամ ավտորիտար մեկ այլ պետության։ Այո, ում ասես, ի վերջո դա քաղաքականության միջազգային հարաբերություններում ընդհանրապես գոյություն չունեն գաղափարախոսություններ, արժեքներ, սեր, ատելություն, այսպիսի կատեգորիաներ միջազգային հարաբերություններում չկա։ Միջազգային հարաբերություններում գործում է մի դաժան շատ խիստ օրենք, միայն ու միայն պետական շահը, ազգային պետական շահը։ Եվրամիությունը Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է իր պետական շահի հիման վրա։ Ռուսաստանը կառուցում է իր պետական շահի հիման վրա։ Երբեք ոչ ոք, ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը, ոչ մեր դաշնակից Ռուսաստանը երբեք իր ազգային պետական շահերը չի զոհաբերի հանուն հայ ժողովուրդ։ Բայց տեսեք, այստեղ մի բան, նույն Ռուսաստանի հետ կապված մեր հասարակության մոտ հակառուսականության մթնոլորտը մասնավորապես սկսեց խորանալ 44 օրյա պատերազմից հետո, որը նաև պայմանավորված էր թե ՀԱՊԿ-ի գործողություններով կամ անգործությամբ, հետո արդեն ռուս խաղաղապահների պահվածքով Արցախում, այսինքն կա նաև հիմնավոր դժգոհություն մարդկանց մոտ,
Հետևաբար հենց դա էլ օգտագործում են նույն Նիկոլ Փաշինյանը գեներացնելով հակառուսական տրամադրություններ։ Այս պայմաններում դուք ո՞նց եք պատկերացնում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ավելի սերտացում։ Մենք պետք է նախ եւ առաջ հասկանանք հետեւյալ բանը։ Մենք ունենք անվտանգության խնդիր։ Սա մեր գլխավոր խնդիրն է։ Հայաստանը դեռ երկար ժամանակ իր անվտանգությունը ապահովելու խնդիր է ունենում։ Հիմա այդ խնդիրը լուծելու առումով միայն անվտանգության խնդիրը, տնտեսական նաև շահերի հարց կա, դա էլ մի ուրիշ կարևոր հարց է, ԵԱՏՄ շուկա եւ Եվրամիության շուկա։ Եվրամիության շուկան մեզ համար փակ է։ Բայց անվտանգության խնդիրը չլուծեց, չէ՞, փաստացի Ռուսաստանը մի անգամ։ Ինչպես չլուծեց Ռուսաստանը անվտանգության խնդիրը։ Իսկ Ռուսաստանը, ուրեմն մեր մեջ կար մի այսպիսի մտայնություն, որ Ռուսաստանը մեր ազգային շահերի համար պատասխանատու է։ Ես ասում եմ, Ռուսաստանը առաջնորդվում է իր ազգային շահերով։ Եթե ինչ-որ սիտուացիայում Ռուսաստանի պետական ազգային շահերը թելադրում էին, որ պետք չի մտնել այս հակամարտության մեջ, քանի որ նա Ուկրաինայում արդեն 20 թվականին կոնկրետ պարզ էր, որ պատրաստվում է ուկրաինական պատերազմին եւ նրա համար Ադրբեջանն ու Թուրքիան շատ կարեւոր են լինելու։ Պարզ է, որ նա իր շահերը չէր զոհաբերելու մեզ համար, բայց մենք մեր մասին խոսենք։ Իսկ մենք ինչ արեցինք։ Մենք ինչ ենք արել։ Մեր ազգային պետական շահերի պատասխանատուն մենք ենք, թե Ռուսաստանը։ Ոչ Եվրամիությունը կրկնում եմ, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը երբեք իրենց շահերը չեն զոհաբերի հանուն մեզ։ Այսինքն մենք նաև մեր սպասելիքները պետք է հասկանանք, մեր ռազմավարական դաշնակիցները։ Մեր շահերը մենք պետք է հաշվարկենք, ռեալ հաշվարկենք, հասկանանք մեր շահերը, հասկանանք process-ները, որոնք ընթանում են, եւ փորձենք կատարել քայլեր, որոնք չվնասեն մեր շահերին։ Մինչև 20 թվականի պատերազմը, որն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքը, 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկի մերժումը։ Հիմա ուրեմն պատերազմի պարտությունը ինքը բացատրում է նրանով եւ այդ մասում օբյեկտիվ բան կա, որ նախկինում, քանի որ Հայաստանում կոռուպցիա ա եղել, թալան ա եղել, մարդկանց ազատությունները սահմանափակված են եղել եւ այլն, Հայաստանը, Ղարաբաղը թուլացել են, հետո պատերազմում պարտվել են։ Շատ լավ։ Լավ, այդ մեղքը կա իհարկե եւ այդ բանը կշտամբանքը ուղղել ամենախիստ ուրեմն քննադատությունը ուղղել դեպի նախկին իշխանությունը ճիշտ է, բայց 2019 թվականին ով էր քեզ խանգարում, որպեսզի դու լուծեիր խաղաղության հարցը։ Ով էր խանգարում։ Ինչ որ մեկը քեզ ճնշում էր, ոչ ոք չէր խանգարում իրան, չէ՞, ոչ նախկին իշխանությունները, ոչ ինչ որ արտաքին ուժեր, ընդհակառակը արտաքին ուժերը փորձում էին օգնել այդ հարցը լուծել։ 19 թվականին ամեն ինչ կախված էր քո որոշումից։ Այսինքն Հայաստանի որոշումից։ Եթե Հայաստանը 19 թվականին ճիշտ հաշվարկեր հնարավոր զարգացումները, ճիշտ գնահատեր իրավիճակը եւ կայացներ ճիշտ որոշում, պատերազմը չէր լինի, Ղարաբաղը կլիներ եւ կլիներ բոլորովին այլ իրավիճակ։ Հայ ժողովուրդը չէր լինի այսքան ստորացված իրավիճակում։ Այսինքն որոշումը դու ես կայացրել։ Հասկանում եք, ոչ ոք քեզ չի խանգարել դա։ Իսկ օրինակ 19 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն ՀԱԿ-ի հետ չի քննարկել այս հարցը։ Ոչ։ Այլ քաղաքական ուժերի հետ։ Այլ քաղաքական ուժերի նա թաքցրել է այդ։ Նա Մինսկի խմբի առաջարկը թաքցրել է։ Նա բացահայտ մենք այդ առաջարկի գոյության մասին ես հիմա կոնկրետ չեմ կարող ասել երբ ենք իմացել, համենայն դեպս բարձրաձայնել ենք երևի 2023 թվականից սկսած։ Շատ կարճ կարող եք ասել ընտրողների համար ինչ առաջարկ։ Առաջարկը այդ իրավիճակի համար հրաշալի առաջարկ էր, այդ իրավիճակի։ Շատ ավելի թույլ էր, քան 97 թվականի առաջարկը։ Շատ ավելի թույլ էր, որովհետև այս առաջարկի մեջ Ղարաբաղը որպես սուբյեկտ այլևս չկար։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Կամ 98-ին այդ հրաշալի տարբերակով մենք պետք է շարժվեինք, բայց մենք մերժեցինք, այսպես ասած, ոչ թե իշխանությունը, այլ ընդհանրապես հայությունը դա կարծես թե մերժեց։
Եկանք հասանք այս իրավիճակը։ Առաջարկը հետևյալն էր, որ ընդ որում Ռուսաստանը դրա ամենամեծ ջատագովն էր։ Ամենամեծ ցանկացողը, որպեսզի այդ առաջարկը Հայաստանը ընդունի։ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան որպես համանախագահներ, նրանք նույնպես դրան լիովին համաձայն էին։ Եվ այս հարցի լուծումը հանձնել էին Ռուսաստան։ Իրենց համաձայնությամբ։ Առաջարկը հետևյալն էր, կնքվում է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ընդ որում միջազգային երաշխիքներով Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանի 5 գրավյալ տարածքները, այդ տարածքները, պահպանում է Քելբաջարն ու Լաչինը, Քելբաջարը ժամանակավորապես մինչև ապագայում Ղարաբաղի կարգավիճակի լուծումը, ուրեմն պատերազմական բոլոր սպառնալիքները, այսպես ասած, չեզոքացվում էին, տեղակայվում էին խաղաղապահ ուժեր, որոնք ունենում էին մանդատ, եւ հակամարտությունը այս պայմաններով սառեցվում էր գոնե, բայց պարզ էր, որ դա սառեցվում է շատ երկար ժամանակով։ Եվ հետո կգնային բանակցություններ։ Հիմա Փաշինյանը մերժեց այս առաջարկը։ Հիմա մի հատ կարճ անդրադարձ անեմ հենց այդ հարցին, որ ասում եք Ռուսաստանը պետքա սա աներ, պետքա նա աներ։ Ես հասկանալի է, չէ՞, ես Ռուսաստանի պաշտպան եմ, ես խոսում եմ միայն Հայաստանի շահերից։ Ինչ էր բանը։ Փաշինյանի մտածելակերպը այդ իշխանության, եւ մենք դա գիտեինք նաեւ, հետո իմացանք նաեւ։ Մոտարապես սենց էր։ Եթե ես զիջեմ այդ 5 տարածքները, ինքը հետո խոստովանեց։ Ինքը ելույթ է ունեցել այս թեմայով եւ հայտարարել է։ Ես կարող էի պատերազմը կանխել, բայց դուք ինձ դավաճան կանեք։ Այսինքն Փաշինյանը հետեւյալ որոշումն է կայացրել, որպեսզի իմ իշխանության դիրքերը չթուլանան եւ հանկարծ ես չընկնեմ Տեր-Պետրոսյանի վիճակի մեջ 98 թվականին եւ չկորցնեմ իշխանությունը, ես այս առաջարկը կմերժեմ, բայց ինքը մերժում է ոչ թե պաշտոնապես, այլ ուղղակի չի պատասխանում այդ առաջարկին։ Մի քանի տարի մինչև Ադրբեջան պատերազմ սկսեց, այսինքն ըստ էության մերժեց, որովհետեւ մի տարի փաստացի։ Տարի մի քիչ, որովհետեւ առաջարկը ստանալուց 2 ամիս հետո ինքը Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ։ Այսինքն դրանով մերժեց Մինսկի խմբի առաջարկը։ Եվ իր հաշվարկը հետեւյալն էր. դե Ռուսաստանի շատ պետք է այդ ներկայությունը Ադրբեջանում, որպեսզի Ադրբեջանի վրա լծակ ունենա։ Ինքն էլ թող զբաղվի Ղարաբաղի անվտանգության հարցով։ Ես իմ իշխանությունը ինչի վտանգ եմ դրա համար։ Սա էր իր մոտեցումը։ Այսինքն սա հանցավոր մոտեցում էր։ Երբ որ խոսում ենք Ռուսաստանի պատասխանատվության մասին, նախ եւ առաջ մենք միշտ ցանկացած հարցում մեր պատասխանատվության մասին պետք է խոսենք։ Մենք վաղը կարող է Եվրամիությանն էլ մեղադրենք կամ Միացյալ Նահանգներին մեղադրենք։ Երբ որ Ղարաբաղում էթնիկ զտում իրականացավ, երբ որ 100,000 մարդու պարզապես ըստ էության ցեղասպանական գործողություն կատարվեց, Եվրամիությունը, դեմոկրատական աշխարհը, ԱՄՆ-ն ինչ արեցին։ Խորը մտահոգված էին։ Խոր մտահոգված են։ Նույնը չարեց նաև Ռուսաստանը։ Ոչ մի լուրջ քայլ չարեց։ Այո, որովհետև իր շահերը թելադրում էին, որ չի կարելի հիմա մտնել այդ բանի մեջ, կոնֆրոնտացիայի մեջ։ Նույնը այդ շահերը թելադրում էին Եվրամիության եւ Միացյալ Նահանգների։ Հիմա կներեք, դեմոկրատական Միացյալ Նահանգները բոլորովին վերջերս տարածքային պահանջներ ներկայացրեցին Կանադային, Գրենլանդիային, սա դեմոկրատական երկրի վարքագիծ է։ Այո, որովհետև միջազգային հարաբերություններում չկա դեմոկրատիա։ Միջազգային հարաբերություններում ընդհանրապես շատ վայրի կանոններ են։ Կա պետական շահ։ Կա միայն պետական շահ, հանուն պետական շահի կարելի է ամեն ինչ, եւ վերջին հաշվով ազնվություն էլ չկա, էլի, իսկ միջազգային հարաբերություն ներքին քաղաքականության մեջ ազնվությունը շատ կարևոր է։ Միջազգային քաղաքականության մեջ ազնվությունը սահմանափակվում է հետեւյալով. դու ազնիվ ես քո արտաքին գործողություններում, եթե ազնիվ է դա քո ժողովրդի նկատմամբ։
Այսինքն, երբ որ Նեթանյահուն ցեղասպանություն է իրականացնում Պաղեստինում, Ընդհանուր առմամբ ազնիվ չի, բայց ազնիվ է իր ժողովրդի եւ պետության։ Ինքը դրանով է արդարացնում, ասում եմ ժողովրդին վտանգ էր, բան, դա իհարկե շատ մարդկային առումով անընդունելի, դատապարտելի վարքագիծ է, բայց էլի արևմուտքը ըստ էության ոչինչ չի անում, արդեն 50-60 հազար մարդ կոտորվեց, չէ՞։ Ոչինչ չարեց այդ պաշտպանությունը։ Ես այս ամեն ինչը ասում եմ ընդհանրապես մի բանի համար, որպեսզի մենք հասկանանք, երբեք չխառնենք ներքին քաղաքականությունը արտաքինի հետ եւ հասկանանք, որ մեր ներքին կյանքը մեզ համար է։ Մենք ենք որոշում, թե ինչ արժեքներով ապրել։ Ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Եվրամիությունը, եթե Հայաստանի վտանգ սպառնա, նա կպաշտպանի Հայաստանին ոչ թե հայկական դեմոկրատիայի համար, այլ կպաշտպանի, եթե ինքը ունի ստեղ իր շահերը։ Նույն կերպ կվարվի Ռուսաստանը, նույն կերպ կվարվի Իրանը, նույնպես կվարվի ցանկացած այլ երկիր։ Եվ եթե Հայաստանը հայտնվի այդ տերությունների շարքում եւ Իրանից կախված լինի, նույնպես կվարվի նաեւ Հայաստան։ Շատ հետաքրքիր եւ մանրամասն բացատրեցիք այս անվտանգության կոնցեպտը եւ նաեւ մեր ակնկալիքները այլ պետություններից, որովհետեւ հաճախ մարդիկ ակնկալում են, որ պետք է մեզ գան փրկեն, ինչը նաեւ ակնկալում են քաղաքական ուժերից փաստացի։ Նույն ընտրություններին մասնակցելուց մենք հաճախ տեսնում ենք, որ մարդիկ առաջնորդվում են եւ ընտրություն են կատարում, ելնելով այն տրամաբանությունից, թե ում մեջ են տեսնում այդ փրկչին։ Այ դուք ոնց կգնահատեք այս մոտեցումը եւ ինչպես պետք է կողմնորոշվի ընտրողը։ Փրկիչ պետք է ման գա, թե պետք է ընտրի քաղաքական ուժ, որը ունակ է կոնկրետ հարցեր լուծել։ Եվ արդյոք կարող է քաղաքական գործիչը փրկել որևէ մեկին, ժողովրդին չասենք։ Ավելի անկեղծ խոսենք, բաց խոսենք, հա։ Ուրեմն քաղաքական ուժերը, ինչպես եւ պետությունները, բնականաբար ունեն իրենց շահերը։ Քաղաքական ուժերի գործողություններում գործնեության մեջ կուսակցական շահը միշտ առկա է։ Սա բնական բան է, եթե դա չլինի, քաղաքական մրցակցություններ չլինի։ Կան տարբեր տիպի քաղաքական ուժեր Հայաստանում ձևավորման process-ը դեռ շարունակվում է ըստ էության։ Դեռ չի ավարտվել։ Այսինքն այնց կայացած շատ լուրջ ինստիտուցիոնալ կուսակցություններ, քաղաքական ուժեր Հայաստանում գրեթե չկան, ցավոք սրտի։ Եվ համակարգը գոյություն ունեցող Հայաստանում ինքը խափանել է տարիներ շարունակ դրա կայացումը, այնինչ դա շատ կարևոր հարց էր, որովհետև դա վերջին հաշվով ազգային անվտանգության հարց է։ Մանավանդ երբ որ խորհրդային խորհրդարանական համակարգով երկրում ես ապրում, որովհետև ամեն կուսակցություն պոտենցիալ վաղվա իշխանություն է։ Եթե կուսակցությունը թույլ է, այ Փաշինյանն երբ որ եկան իշխանության 2018 թվականին, ողբերգությունը արդեն այդ պայից սկսվում էր, որովհետև այդ թիմը մեծամասնությունը ոչ մի քաղաքական կենսագրություն նույնիսկ չունեին, նրանք քաղաքական պայքարի բովով նույնիսկ չէին անցել, բացառությամբ երևի այդ Փաշինյանի, բայց ավելի կարևոր է նա, որ նրանք չունեին բացարձակապես պատկերացումներ պետական կառավարման մասին։ Նրանք չունեին բացարձակապես, չգիտեմ, -1000 էր իրենց պատկերացումը միջազգային հարաբերությունների մասին։ Եվ նրանք ստանձնեցին պետության կառավարումը։ Ինչ պետք է լիներ այդ պետության հետ։ Այդ փորձանքները այդ պահից սկսած արդեն անխուսափելի էին։ Եվ երբ որ 19 թվականին նա կայացրեց այդ որոշումը, այսինքն մերժեց Մինսկի խմբի առաջարկը, ընդ որում նա արդեն 1 տարուց ավել վարչապետ էր։ Նրանք 1 տարուց ավել կառավարություն էին, եւ նրանք հրաշալի գիտեին արդեն Հայաստանի զինված ուժերի վիճակը, Հայաստանի սպառազինությունների վիճակը, հնարավոր պատերազմում դիմադրողականության աստիճանը, ամեն ինչ գիտեին, տնտեսական պոտենցիալ, բայց նրանք, տեսեք, նրանք բոլորովին չէին հասկանում
ասում եմ, ոչ պետական կառավարումից, ոչ միջազգային հարաբերությունից։ Նրանք չէին հասկանում, թե ուր է գնում աշխարհը։ Եվ հիմա ինչ արագ որոշումներ ա, որ այս պահը, այս վերջին հնարավորությունը բաց թողնելը կարող է ճակատագրական լինի։ Տեսեք, նույն այդ դեպքում փրկիչ փնտրելու արդյունքում Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։ Դուք հիշում եք 2018 թվականին այնպես չէր, որ որպես վարչապետի թեկնածու անձամբ Նիկոլ Փաշինյանը ուներ բավարար չափով ռեյտինգ։ Մարդիկ ուզում էին ազատվել նախկիններից եւ իդեմս Նիկոլ Փաշինյանի իրենք տեսան այդ փրկչին։ Եվ մինչեւ օրս այդ փրկչի փնտրտուքները շարունակվում են մեր հասարակությունում։ Այո, շարունակվում է։ Տեսան, հիմա էլ մեծ հիասթափություն է մարդկանց մեջ։ Շատ մեծ հիասթափություն է։ Դուք էլ գիտեք հաստատ, որ հիմա մեր ընտրողների մի հսկայական մաս, բարբեր գնահատականներով 40 եւ ավելի տոկոսը հիասթափված է ամեն ինչից եւ չի ցանկանում նույնիսկ մասնակցել ընտրություններին։ Այսինքն շատ пассив դիրք է գրավել, հիասթափված է վստահ եմ առաջին հերթին այդ հեղափոխության արդյունքներից, որովհետեւ նաեւ հետագայում ընդդիմության գործունեությունից, նաեւ ընդդիմության գործունեությունից, այո, մարդիկ հիասթափված են, ապաթիայի մեջ են եւ չեն ուզում գնալ ընտրությունների։ Այս խնդիրը այս պահին շատ լուրջ է։ Ես կուզեմ խոսենք երկու ուղղությամբ, տեսեք, եթե ՀԱԿ-ը ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով մտնում է ազգային ժողով որպես ընդդիմություն, նախ ինչ օգուտ է դա տալիս ազգային ժողովին, արդյոք ընտրողը կարող է ազդել դրա վրա եւ ինչ կարեւորություն ունի դա, որովհետեւ մենք միշտ քննարկում ենք ելնելով այն տեսակետից, որ կուսակցությունը մասնակցում է անպայման հաղթելու միտում ունենալով, նորմալ է, այդպես պետք է կուսակցությունը վարի իր քարոզարշավը, բայց քննարկենք այն պահը, որ եթե հայտնվեք ազգային ժողովում որպես ընդդիմություն, որն է լինելու ձեր գործողությունները եւ ինչ օգուտ է տալու դա ընդհանրապես պետությանը։ Նախ ստեղ էլ մի կարևոր հարցի մասին կարելի է խոսել, որովհետեւ ստեղ էլ կա շատ թերի պատկերացում մարդկանց մեջ։ Շատ հաճախ այսպեսի հարց են տալիս, ասում են լավ, դուք մտաք պարլամենտ, ում եք տալու ձեր ձայները։ Շատ բարձունակ հարցադրում է իհարկե, որովհետեւ բայց մյուս կողմից հասկանալի է ինչու է այդ հարցադրումը առաջանում, որովհետեւ մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում են մեխանիզմը, թե հետո ինչ է լինելու պարլամենտում։ Հիմա այս այդ մեխանիզմը կարող եմ այսպես փորձեմ մի քիչ ավելի բարձ ձևով բացատրել։ Ենթադրենք մենք մտանք պարլամենտ, ասենք 4% հաղթահարեցինք, 4-5 հաղթահարեցինք, մտանք պարլամենտ, առաջանալու է կոալիցիայի խնդիր։ Երբ որ առաջանում է կոալիցիայի խնդիր, հարց, այսինքն նշանակում է ապագա իշխանության ձևավորման հարց։ Դա չի նշանակում ձայները տալ։ Դա նախ եւ առաջ նշանակում է պայմանների քննարկում։ Կոալիցիան ինչպես է։ Բայց նաեւ խնդրեմ անդրադառնանք նրան, որ կարող է եւ չառաջանալ, չէ՞, կոալիցիայի հարց։ Հա, կարող է չառաջանալ։ Իհարկե կարող է, բայց եթե առաջացավ կոալիցիայի հարց, առաջ է գալիս պայմանների քննարկում։ Այսինքն, եթե դու կոալիցիա ես մեկի հետ կազմում, դու ասում ես իմ պայմանը սա է։ Ուրեմն կառավարության կազմում ինչ կլինի, կամ քո ծրագրից որ դրույթները պարտադիր պետք է դառնան այս կոալիցիայի եւ ապագա կառավարության ծրագրային մաս եւ պարտադիր պետք է իրականացվեն հետեւաբար։ Ուրեմն փոքր ուժը նույնիսկ մտնելով պարլամենտ ինքը երկու հսկայական ազդեցություն ունի։ Մի կողմից կարող է հենց իրանից կախված լինի, թե ինչպես կձևավորվի ապագա, այսինքն ում կանցնի իշխանությունը, եւ երկրորդը շատ մեծ ազդեցություն ունենալու ապագա կառավարության ծրագրերի վրա։ Եվ եթե այդ ուժը կառավարության ծրագիր է դարձնում հարցեր, դրույթներ, որոնք հետո կարող են էական նշանակություն ունենալ պետական կյանքում, ապա նա այդ քայլով արդեն հսկայական գործ է կատարում։ Ես մի հատ օրինակ բերեմ հենց մեր ծրագրից, օրինակ կոռուպցիայի մասով։ Իմիջիալոց կներեք, ես այստեղ նշեմ, որ ես ինքս վերլուծություն էի արել եւ նախընտրական ծրագրերի միջից կուսակցությունների ներկայացրած ամենաիրագործելին հենց ՀԱԿ-ինն էր, այսինքն ոչ պոպուլիստականը,
Հիմա կոռուպցիայի մասով դա էլ է հետաքրքիր հարց, խնդրեմ մանրամասնեք։ Բանը մեր ծրագրերում ընդհանրապես պոպուլիզմ չկա եւ ընդհանրապես մենք երբեք պոպուլիզմով չենք զբաղվել։ 25 էջից բաղկացած նախընտրական ծրագիր է ընդամենը։ Այդ հստակ կետերով։ Հստակ կետերով, շատ կոնկրետ ռազմավարական լուծումներով եւ այլն։ Եվ նաեւ շատ կարեւոր է, որ նշված է ինչպես է արվելու, այսինքն նշված չի անելու ենք այսինչ բանը, հետո կենացային ինչ որ տեքստ։ Հստակ նշված է ճանապարհը։ Մենք հարգում ենք մեր ընտրողին, իր ինտելեկտը եւ իր հետ խոսում ենք շատ կոնկրետ։ Կենացնես չենք ասում։ Կենացների տեղը պարլամենտը չի, քաղաքական գործունեությունը չի, ուրիշ տեղ է կենացները։ Հիմա օրինակ, հիմա գամ այդ կոռուպցիայի թեմային։ Մտանք պարլամենտ, ձևավորեցինք, նախ ասեմ ձեզ, որ շատ մտահոգություններ կան հիմա մարդկանց մեջ։ Դուք էլ եք այդ թեմաներով խոսում, ես ձեր եթեր նայում եմ։ Շատ մտահոգություններ կան մարդկանց մեջ, որ լավ իշխանությանը չենք ուզում, ընդդիմությանն ենք ուզում, բայց մենք մտավախություն ունենք, որ կարող է պատահի այդ բանը, ուրեմն հին բարքեր վերականգնվեն, կարող է պատահի չնայածնես չի էլի, որ հիմա կոռուպցիա չկա, ես դրա մասին էլ հիմա կարող եմ խոսել, թե ինչ կոռուպցիա կա հիմա։ Եվ այլն, բայց հիմա մենք ունենք կոռուպցիայի կանխարգելման շատ հստակ ծրագիր։ Նոր ծրագիր, այսինքն որը ամբողջությամբ հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների վրա։ Պետական կառավարման համակարգում մենք ուրեմն բազմաթիվ պետական գործառույթներ ուղղակի թվայնացնելու ենք, ավտոմատիզացնելու ենք, ռոբոտացնելու ենք։ Կոռուպցիան ինքը երկու տիպի, կոռուպցիայի դեմ պայքարը ունի երկու մեթոդ։ Մի մեթոդը դա ուրեմն պատժիչ պայքարն է, պատժիչ, երբ որ որպեսի կանխարգելը որպեսի կոռուպցիայի կշիռը երկրում նվազեցնես, սկսում ես խստորեն պատժել կոռուպցիոն երևույթներով զբաղվողների։ Ես ուրեմն տվյալներ եմ հանել, շատ հետաքրքիր է սա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ուղղությամբ։ Պատժիչ։ Հա, ինքը ձեռքը սեղանին ժամանակ առ ժամանակ ձեռքը մի սեղանին խփում է, չէ՞, ոնց այդ իր էմոցիոնալ բան տենց ելույթներ ունենում է, մի քանի հոգու տանում են, դատում են եւ այլն, վախացնում է, ես ձեզ էս կանեմ, են կանեմ։ Իրականում տեսեք ինչ պատկեր է հետաքրքիր։ Ուրեմն 2021-ից մինչև 2025 թվական։ Ուրեմն 2021 թվականին եղել է կոռուպցիոն դեպքերով 1698 վարույթ։ 2022 թվականին ես այդ թիվը ստեղ չէի գրել, որովհետև վերջի պահին գտա 1200 քանիս էր։ 2023-ին 1326։ Սրանք քրեական վարույթներ են, որ գնում են քննչական գործողություններով անցնում։ 24 թվականին 2289։ Այսինքն գրեթե կրկնակի։ 2025 թվականին 2585։ Սրանք հարուցված գործերն են, վարույթներն են։ Դրանց մի մասը չի հասնում դատարան, ընթացքում մարդիկ արդարանում են կամ քննությունը ցույց է տալիս, որ չէ, բայց վարույթների առկայությունը ցույց է տալիս, այս թվերը ցույց են տալիս, որ կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում չեն նվազել։ Չեն նվազել։ Այսինքն այդ ձեռքը սեղանի խփելով չի լուծվում կոռուպցիայի հարցը։ Էլ չասեմ, որ մասնավորապես հետք վերլուծականը եւ ազատություն ռադիոկայանը բազմաթիվ հրապարակումներ ունեն այս տարիների ընթացքում, թե ինչ կոռուպցիոն երևույթներ կան Հայաստանում։ Կոռուպցիոն ամբողջ սկանդալներ կան ուղղակի։ Եվ նրանք ուղիղ փաստելով, տվյալներով մատնանշում են։ Ձեր առաջարկը ո՞րն է լինելու կոռուպցիոն կանխարգելելու մասով։ Մեր առաջարկը լինելու է նա, որ մենք կոռուպցիայի ուրեմն սեղանին ձեռքը խփելու մեթոդից, այսինքն պատժիչ մեթոդից, մենք անցնելու ենք այն մի ռազմավարության, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ կոռուպցիան իրականում կառավարման համակարգի կառուցվածքային սխալի հետևանք է, սխալի։
Եթե կառուցվածքային սխալը վերացնում ես, կոռուպցիան վերանում է։ Եթե մեր ծրագիրը ընդունվի, եթե մեր ծրագիրը իրականություն դառնա, Հայաստանում կոռուպցիա կվերանա, կամ Հայաստանում կոռուպցիան կհասնի մինիմումի։ Բոլոր այն գործառույթները պետական, որոնց առնչվում է քաղաքացին, տնտեսվարող սուբյեկտը, որոնք հնարավոր է մաթեմատիկական ճշտությամբ թվայնացնել ալգորիթմների վերածել, բոլոր այդ դեպքերում քաղաքացի, տնտեսվարող սուբյեկտ, պետություն, պետական չինովնիկ կապը պետք է վերանա։ Եվ դա շատ հեշտ է։ Եթե դուք ունեք, ենթադրենք, ինչ ասեմ, շինարարությամբ եք զբաղվում, ենթադրենք, եւ ուզում եք հողհատկացում իրականացվի, որպեսզի կառուցապատում իրականացնեք։ Կարիք չկա, դուք գնաք այդ չինովնիկների հետ բանակցեք։ Մուտք եք անում համակարգչով, դուք այդ ամբողջ տվյալները մուտքագրում եք համակարգ։ Համակարգը ալգորիթմը գրված է, բոլոր չափանիշները սահմանված են, ամեն ինչ։ Եթե համապատասխանում է չափանիշներին, եթե համապատասխանում է, մի քանի րոպե հետո ձեր թույլտվությունը ստանում եք, գնում եք ձեր գործով զբաղվելու։ Հրաշալի բան եք առաջարկում, բայց սա Եվ ոչ կարող է միայն ունենալ այդ հարցում, պետգնումների համակարգում։ Շուտով կարելի է դա կիրառել նաև հարկային եւ մաքսային ոլորտում։ Շատ տեղերում հասարակական կարգի պաշտպանության ոլորտում։ Ընդհանրապես այս բանն էլ կիրառվում է աշխարհի շատ մի քանի երկրներում շատ էֆեկտիվ է կիրառվում։ Շատ հրաշալի մեխանիզմ եք առաջարկում իրականում, ուղղակի այստեղ մի հարց կա, այսինքն պետական աշխատողների թվաքանակն էլ է կրճատվում եւ փաստացի մենք այստեղ ունենում ենք նաեւ բյուջեի մասով ավելի լավ վիճակ, հա, այսինքն հավելյալ մարդիկ, ովքեր գնում են աշխատանքի եւ փաստացի ծախսում ենք բյուջեից գումարներ, որ կարող ենք անպայման դրա վրա էլ ազդում, բայց մի ուրիշ բանի վրա էլ է շատ լավ ազդում։ Պետական կառավարման համակարգը առողջանում է։ Այլևս մարդիկ, որոնք ունեն ակնկալիքներ կողմնակի եկամուտների, այսպես ասած, նրանց համար հրապուրիչ չի լինում պետական կառավարումը։ Այսինքն նրանք այլևս մտածում են ոչ թե մտնեն պետական աշխատանքի, որ փող աշխատեն, այսպես ասած, այլ զբաղվեն այլ գործով, զբաղվեն բիզնեսով կամ եթե այդպես շնորհք ունեն, այլ գործերով զբաղվել։ Ինքը պետական կառավարման համակարգն էլ դառնում է շատ առողջ։ Այդտեղ գալիս են մարդիկ շատ ավելի ազնիվ նպատակներով ընդհանուր առողջացում է գնում եւ բյուջեի ուրեմն էկոնոմիաներ են գնում։ Այս համակարգը ես իհարկե ընդհանրապես երկու բառով ներկայացրեցի։ Դե հա, բարձր։ Շատ կարճ։ Այս համակարգը հրաշալի բան է եւ հիմա վերադառնամ այդ բանին։ Լավ, մտանք կոալիցիա կազմեցինք եւ այս կոռուպցիայի կանխարգելման համակարգը որպես կարմիր գիծ պահանջեցինք մտցնել կառավարության ծրագիր, այդ պայմանն է, ենթադրենք մեր պայմանը, իհարկե միայն դա չի լինելու, մի քանի պայմաններ է լինելու։ Այս պայմանն է, որպեսզի մենք միանանք այդ կոալիցիային եւ ձևավորենք նոր իշխանություն։ Այսինքն այդ փոքր ուժը, այս մի ծրագրով, թեկուզ այս մի ծրագրով։ Լուրջ հարց է լուծում։ Մի անգամից կլուծի կփարատի մարդկանց այն մտահոգությունները, որ ունեն, որ ապագա իշխանությունը նույնպես թաղված կլինի, կարող է թաղվել կոռուպցիայի մեջ, կարող է չարաշահումների գնալ եւ այլն։ Եթե այդ ծրագրային առումով խնդիրը լուծվում է, այդ մտահոգությունն էլ է փարատվում։ Գիտեք, ՀԱԿ-ը մի փոքր ընտրություններին մասնակցող ուժերի միջից առանձնանում է նախ անցյալով, պատմական, այսինքն քաղաքական պատրաստվածությամբ, քաղաքական գիտելիքներով, նաև իր ռացիոնալ մոտեցումներով, այսինքն թե կոալիցիայի պարագայում, սա փաստերի արձանագրում եմ անում իրականում, որովհետև նույն նախընտրական ծրագիրը կարդալիս, ես բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը ուսումնասիրել եմ, ակնհայտ առանձնանում է ՀԱԿ-ի ծրագիրը։ Եվ թե կոալիցիա կազմելուց, թե որպես ընդդիմություն ազգային ժողովում հայտնվելու պարագայում
դուք փաստացի կարող եք վերահսկողություն իրականացնել։ Այո։ Կարող եք այն իմաստով, որ ունեք նաև այդ ինտելեկտուալ հմտությունները, որովհետև դա էլ է կարևոր։ Դե մենք փորձ ունենք։ Ահա, կարող է քաղաքական ուժը շատ ունի ցանկություն, բայց չի կարողանում։ Դա էլ չբացառենք, հա, ազնիվ մղումներ ունի, բայց հիմա չի կարողանում։ Դե իհարկե այդ ամենը շատ կարևոր է։ Եվ եկեք մի փոքր էլ խոսենք, որ եթե որպես ընդդիմություն, որ մարդիկ պատկերացնեն, հա, ինչ հարց է լուծում ընդդիմությունը ազգային ժողովում, եթե թեկուզ փոքր խմբակցություն է, ինչ ձևով կարող է բարելավել ժողովրդի վիճակը։ Մի տարբերակը ես ասեցի արդեն, Կոալիցիա կազմելու։ Կոալիցիան էր, բայց խոսքը վերաբերում է նաև ծրագրային մոտեցումներին։ Մենք այս վերջի պարլամենտում ինչ էինք տեսնում, այդ դուք մի հրաշալի հաղորդում եք մի քանի օր առաջ էր, կարծեմ, ես նայեցի, շատ տպավորվեցի դրանից, թե ինչ ա արել այս գործող այն ընդդիմությունը, որը կար պարլամենտում այս 5 տարիների ընթացքում։ Բավականին մեծ ֆրակցիա կար, չէ՞։ Մի քիչ փոքր ֆրակցիա, մի մեծ ֆրակցիա, բայց այդ մեծ ֆրակցիայի կատարած աշխատանքը որ նայում ես 5 տարիների ընթացքում զարմանում ես ուղղակի։ Փոքր ֆրակցիան նույնիսկ կարող է իր ծրագրային մոտեցումներով էապես փոխել մթնոլորտը պարլամենտում եւ ընդհանրապես պետական համակարգում կարող է մթնոլորտ փոխել։ Եթե խոշորները, որոնք ունեն իրար հետ, այսպես ասած, գրեթե թշնամական հարաբերություններ, այդ վերածվում է այդ անկարգությունների պարլամենտում եւ այդ գործելավոճը շարունակում է տարիներ շարունակ անընդհատ մի փոքր ֆրակցիա, որը կբերի ծրագրային մոտեցում պարլամենտ, որը կբարձրացնի կարևորագույն հարցեր պետության եւ ժողովրդի կլրջացնի այդ պարլամենտը, նա իր միայն այդ գործելավոճ ձևով ծրագրային մոտեցումներով լուրջ խոսքով պետական շահերը հետապնդող նախագծերով ստիպելու այն երկու խոշորին դադարեցնել այդ կռիվը եւ զբաղվել ավելի կոնկրետ, ավելի ծրագրային գործերով, որովհետեւ եթե նրանք շարունակեն նույն գործելավոճը այս փոքրի ֆոնին, շատ արագ կվարկաբեկվեն, որովհետեւ ընտրողը, ժողովուրդը, քաղաքացին կտեսնի համեմատություն կտանի։ Այո, համեմատություն կտանի եւ կհասկանա, որ այս աշխատանքի ձևը ոչ միտեղ չի տանում, որ իր շահերը, իր մտահոգությունները այդտեղ չկան այդ ամեն ինչի։ Կա միայն լեզվակռիվ, փոխադարձայիններ, վիրավորանքներ։ Իսկ եթե մի ուժ մտնում է շատ լուրջ, ուրեմն օրակարգերով, նա միանգամից կառանձնանա, ինչքան էլ ուզում է փոքր լինի։ Այդ փոքր միավորները շատ հաճախ շատ կարևորագույն հարցեր են լուծում։ Այնպես որ նույնիսկ փոքր ուժը պարլամենտում կարող է լրջորեն հավասարակշռել երկրում ընդհանուր վիճակը։ Այստեղ շատ կարևոր է նաև մի ուրիշ հանգամանք։ Փոքր ուժը հաճախ ունենում է նաև այն առավելությունը, ես կոնկրետ մեր կուսակցության, հա, բարագայում ասեմ, այն առավելությունը, որ եւ դա շատ կարեւոր է պարլամենտական եւ ընդհանրապես պետական ինստիտուտներում գործունեության առումով։ Շատ կարեւոր է, որ այդ ուժը ծանրաբեռնված չլինի կոռուպցիոն անցյալով եւ չլինի խոցելի այդ իմաստով։ Երբ որ այդ խնդիրը առկա է լինում, կամ չունենա խոշոր ուժը կազմալուծվում է ուղղակի։ Այդ Փաշինյանը ինչ է անում, ամեն անգամ մոտենում է այդ խոսափողին, իր երկրում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ կան, բայց ինքը օգտագործելով այդ խոցելի տեղը իր հակառակորդները ըստ էության մտցնում է հարցը միանգամից այդ դաշտ։ Նա խուսափում է ըստ էության խոսակցությունից։ Եվ դավաճան թալանչի եւ գնում է արդեն այդ բանը։ Խոսակցությունից այն կողմ չի գնում։ Սա շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի ուժը, այդ փոքր ուժը, էլի մեր օրինակը բերեմ, նա կախված չլինի, որևէ կախվածություն չունենա ոչ խոշոր կապիտալից, ոչ աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Նա պետք է լինի շատ ազատ ինտելեկտուալ ծրագրային ուժը, անխոցելի ուժը կարող է հսկայական գործ կատարի եւ լրջորեն փոխի պետական համակարգում իրավիճակը։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, հիմա եկեք
եզրափակելով մարդկանց բացատրենք ինչ կարևորություն ունի նրանց մասնակցությունը ընտրություններին, ինչու պետք է գնան ընտրություններին եւ մենք փաստացի խոսեցիք թե օրինակ ինչու պետք է ընտրել այն փոքր ուժին, ով ծրագրային առումով բավականին ուժեղ է, անխոցելի է, ինչ կարող է անել այդ ուժը ազգային ժողովում դրա մասին էլ խոսեցինք, բայց դուք ասեք, ինչու պետք է գնան ընտրություններին եւ ինչու պետք է ընտրեն ՀԱԿ-ին։ Հա, այդ իհարկե ես հաճույքով կասեմ, ինչու պետք է ընտրեն ՀԱԿ-ին։ Դե մենք արդեն ոնց որ ասած արձանագրեցինք, որ կա մի հսկայական շերտ ընտրողների, որոնք հիասթափված են եւ այլն չեն ցանկանում գնալ, խաբվել են տարիներ շարունակ եւ այլն։ Հիմա ասենց կետերով փորձեմ ասել, առաջին բան նրանումն է, որ եթե նրանք չգնան ընտրությունների, միևնույն է ոչինչ չի փոխվելու։ Այսինքն այդ пассив, այսպես ասած, բանը ինչ են ասում, դժգոհության հայտնելը, հա, пассив դժգոհության հայտնելը, սոցիալական իրենց բողոքը ներկայացնելը пассивությամբ հարց չի լուծում, որովհետև դրանից ոչինչ չի փոխվելու։ Եթե նրանք չեն ուզում իշխանությանը, այս ընդդիմությանը եւ չեն գնում ընտրությունները, միևնույնն է նրանք ընտրվելու են։ Այդ դեպքում կստացվի, որ իրենց սեփական ճակատագիրը, իրենց երկրի ճակատագրի վրա ինչ որ ձևով ազդելու հնարավորությունից պարզապես հրաժարվեցին։ Ասում եմ, ոչինչ չի փոխվելու։ Նորից այդ ուժերը կընտրվեն, այսինքն իրենք ի վերջո կստանան այն, ինչ չէին ուզում։ Բայց այդտեղ առաջանում է իհարկե երկրորդ արդեն հարցը։ Մարդիկ մտածում են, լավ։ Հիմա եթե ես գնամ ընտրությունների, ում ընտրեմ։ Ում ընտրեմ, ինչ չափանիշներով ընտրեմ։ Չէ՞ որ տարիներ շարունակ խաբվել ենք, այս հեղափոխությունը ահավոր հիասթափություն առաջացրեց, փաստորեն այդ ընտրությունն էլ էր սխալ եւ այլն։ Այդ խնդիրը այդ բախվելու է ընտրող։ Ես կարծում եմ, որ այդ ընտրողը պետք է առաջնորդվի հետեւյալ մոտեցմամբ։ Նա պետք է փորձի այդ քաղաքական դաշտում գտնել ուժի կամ ուժերի, որոնք իրեն չեն խաբի։ Առնվազն։ Եվ որոնք կառաջնորդվեն պետական շահով, ժողովրդի շահով, հետևաբար նաև իր շահով։ Եվ ինքը նրանց միջոցով պարլամենտում կգտնի լծակ, որը կօգտագործի process-ների վրա ազդելու համար։ Այսինքն ինքը իր ընտրությամբ կստանա մի լծակ, որով կազդի այդ գործընթացների վրա։ Այն ուժերի վրա, ում չի սիրում, այսպես պարզասենք։ Պետական ընդհանրապես, պետական քաղաքականության վրա եւ այլն, այսինքն ինքը մասնակից դառնա, ինչ բան ստանա, այդ լծակ ունենա իր ձեռքում, բայց նա պետք է այդ ուժին գտնի։ Եվ այդտեղ կարևորագույն բանը նա է, որ այդ ուժը իրեն չի խաբի։ Սա ամենաբարդ հարցն է, որովհետև քաղաքական ուժերի մարդիկ չեն վստահ։ Ես օրինակ նույն ում ընտրել շարքումս վերցրել եմ որպես այդ չի խաբի, այդ ինչ չափանիշներով եմ նայում, ուսումնասիրում եմ նախընտրական ծրագրերը։ Եթե նախընտրական ծրագրում արդեն իսկ տեսնում ես, որ պոպուլիստական խոստումներ են տալիս, կենացային մակարդակի, արդեն պարզ է, որ ի սկզբանե խաբել են, արդեն խաբում են։ Արդեն ընթացքի մեջ է։ Ես կարծում եմ, որ դա մոտեցումներից մեկն է։ Դա լավ մոտեցում է, Ես ավելի մի հատ գործնական մոտեցում, եւս մի գործնական մոտեցում կառաջարկեմ, հենց կոնկրետ մեր կուսակցության հետ կապված։ Ուրեմն, որպեսզի համոզվես կամ վստահ լինես կամ հույս ունենաս, որ այդ քաղաքական ուժը քեզ չի խաբի, դու իր կենսագրությունը պետք է տեսնես։ Այդ կենսագրությունը, գործունեության պատմությունը այդ քաղաքական ուժի շատ կարևոր է։ Հիմա մեր Հայ ազգային կոնգրեսը ժամանակին հիշեն առաջին նախագահի գլխավորությամբ եւ Հայ ազգային կոնգրեսը իր պատմության մեջ ունի առնվազն 2-3-4 դրվագ, որոնք պատմական փաստեր են եւ որոնք ուղիղ ցույց են տալիս, թե այդ ուժը ինչպես է տարբեր իրավիճակներում պետական շահերը, պետության շահերը
եւ ժողովրդի շահերը վերդասել իր նեղ կուսակցական շահերից։ Ընդ որում այդ դեպքերը անդրադարձ են ունեցել իր ուրեմն դիրքի վրա, իր ուրեմն պետական լծակներին տիրապետել չտիրապետելու վրա։ Մենք ունենք մեր պատմությունը, ասում եմ, 2, 3, 4 դեպք հստակ կա։ Մեկը 98 թվականն է։ Երբ որ առաջին նախագահը եւ իր թիմը գնացին խաղաղության ճանապարհով։ Այդ ճանապարհը շատ բարդ էր ի սկզբանե եւ նրանք շատ լավ հասկանում էին, որ այս process-ի ավարտը կարող է լինել իշխանությունը հանձնելը։ Ինչը տեղի ունեցավ։ Ինչը եւ տեղի ունեցավ, որովհետեւ դու գործ ունեիր պատերազմը նոր հաղթած ժողովրդի հետ։ Ազգային էլիտան, այսպես կոչված մտավորական էլիտան, կտրուկ դուրս եկավ այդ ծրագրի դեմ, խաղաղության դեմ դուրս եկավ։ Ամբողջ ընդդիմությունը դուրս եկավ խաղաղության դեմ։ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը դուրս եկավ այդ պլանի դեմ, խաղաղություն հաստատելու։ Մեր թիմի ինչ որ մաս, հասարակության մի շոշափելի մաս, բանակի սպայական կազմի հաղթած բանակի սպայական կազմի համար հոգեբանորեն դժվար էր։ Բայց ակնհայտ էր, որ հիմա լավագույն պահն է այդ խաղաղության հարցը լուծելու։ Եվ չնայած այս հնարավոր մեծ հզոր դիմադրությանը, դու դավաճանած կլինես քո երկրին ժողովրդին, եթե չփորձես այդ խնդիրը լուծել, չգնաս այդ ճանապարհով։ Կարևորը ոչ թե քո իշխանությունն է պահպանելը, այլ լուծես պետության ապագայի հարցը, Ղարաբաղի ապագայի հարցը։ Եվ այդ իշխանությունը գնաց այդ ճանապարհով։ 8 ամիս է տևել այդ հակադրությունը ներքին։ Մարդիկ շատերը դա չգիտեն, իրանց թվում է, դա տևեց մի օր, մի գիշեր, սենց ոչ 8 ամիս գնացել է այդ հակադրությունը, գնացել է այդ բանավեճ ասեմ, որը վերջում արդեն համարյա կարող էր վերածվել քաղաքացիական պատերազմի եւ առաջին նախագահը հրաժարական տվեց։ Այդ առաջի դեպքն էր, երբ որ այս կուսակցությունը մի կողմ դնելով իր անձնական կուսակցական շահերը գնաց պետության եւ ժողովրդի առջեւ կանած խնդիրների լուծելու։ Երկրորդ ակնհայտ այդպիսի դեպքը եղավ 2016 թվականին։ Քարորիա պատերազմից հետո։ Քարորիա պատերազմը շատ լուրջ սիգնալ էր այն մասին, որ մեծ պատերազմը դռների հետևում է եւ այդ պատերազմում նկատի ունենալով ուժերի հարաբերակցությունը եւ նկատի ունենալով նաեւ միջազգային իրադրությունը, մենք մեծ հավանականությամբ կարող ենք պարտվել, եթե նույնիսկ չպարտվենք, հազարավոր զոհեր լինելու, հազարավոր կյանքերի հարց լինելու։ Ընդդիմություն լինելով, մենք արդեն ընդդիմություն ենք։ Այն ժամանակ իշխանությունը հանձնեցինք, դրանից հետո արդեն ընդդիմություն լինելով այդ կուսակցությունը նորից բարձրացրեց խաղաղության հարցը։ Ընդ որում հայտարարեց, որ մենք շատ լուրջ հակամարտության մեջ էինք իշխանության հետ։ Դուք կհիշեք։ Այո, հիշում եմ։ Այո, կոնգրեսը եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ լուրջ հակամարտության մեջ են։ Այդ սիտուացիայում նույնպես կուսակցությունը հայտարարեց, որ կաջակցի Սարգսյանին, եթե Սարգսյանը գնա խաղաղության հաստատման ճանապարհով։ Նույնիսկ կոչ արեց հանրապետական կուսակցությանը չվախենալ աջակցել իրենց նախագահին։ Նա մերը չէր, իրենցն էր։ Մենք ընդդիմություն էինք, հասկանալի էր, որ եթե դու գնում ես այդ ճանապարհով, հսկայական կորուստներ ես ունենում ռեյտինգը։ Այո, իհարկե։ Շատ-շատերը հենց մեր թիմից հիասթափվեցին, մեզ քարկոծեցին, խփեցին, բայց գնացին։ Երրորդը եղավ 2017 թվականին, արդեն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ միասին հանդես եկավ խաղաղության կարգախոսով։ Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, այդ կարգախոսով։ Բոլորս հարձակվեցին այդ ընդդիմության, այդ խնդիրը պետք է իշխանությունը լուծեր։ Դա ընդդիմության գործը չէր։ Իշխանությունը վախենում էր դա անել։ Այ ոնց վախենում էր, որ կարող է դա ավարտվի իշխանապողությամբ։ Այ ոնց որ Նիկոլը վախենում էր 19 թվականին եւ կործանման տարավ Հայաստան։
Ընդդիմությունը վերցրեց իր վրա, էլի մենք վերցրեցինք մեզ վրա մի գործ, որը ընդդիմության գործը չէր, բայց դա մենք հասկանում ենք, որ ազգը գնում է դեպի աղետ, մենք պետք է փորձենք կանգնեցնել այդ գործընթացը, մենք չստացանք ձայներ, պարտվեցինք, պարլամենտ չմտանք, հետագայում բոլորը ասում էին այո, 98-ին էլ էին ճիշտ, 2017-ին էլ էին, բայց ինչ օգուտ դրեց։ Հաստատի ստացվեց, որ այո, նույնը։ Ես ուզում եմ ասել, որ Հայ ազգային կոնգրեսը իր կենսագրությամբ ապացուցել է արդեն, որ ինքը պետական շահերը եւ ազգային պետական շահերը եւ ժողովրդի շահերը միշտ կամ եթե նույնիսկ ոչ միշտ ամենայն դեպս կոնկրետ օրինակներով են ես ցույց տալիս, որպեսզի բան չլինի գալասլովնի չլինի ասած, էլի կոնկրետ օրինակներ ցույց են տալիս, դա ապացուցված է, դա բոլորի աչքի առաջ է, բոլորը կարող են տեսնել եւ դա գնահատել։ Եթե այդ կուսակցությունն ունի այդ սկզբունքները, առաջնորդվում է դրանով։ Բնականաբար, այսօր էլ ենք մենք դրանով առաջնորդվում, վաղն էլ ենք դրանով առաջնորդվել։ Հետևաբար մեզ ընտրելու դեպքում մարդիկ կարող են հանգիստ լինել, որ այո, մենք կշարունակենք նույն գործելավոճը, ինչ էլ դա մեր համար արժանա, եւ մենք կարող ենք դառնալ իրենց իրական լծակը այդ պարլամենտում եւ ամբողջ պետական կյանքի վրա ազդելու։ Հաստատի իրենց քվեն չի կորի, այսպես։ Իրենց քվեն ոչ միայն չի կորի, այլ իրենք կազդեն ամեն ինչի վրա, ընդհանրապես պետությունում ինչ կատարվում է, իրենք այնտեղ ներկայացված կլինեն։ Եվ այդ пассив մենք սկսեցինք նրանից, որ ընտրությունների չգնալով իրենք դառնում են իրենց ճակատագիրը հանձնում են ուրիշներին, տվյալ դեպքում հակառակը իրենք իրենց ձեռքը կվերցնեն իրենց ճակատագիրը։ Շնորհակալ եմ պարոն Աբրամյան, բավականին հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ընտրություններում, հիշեցնենք, որ 10-րդ համարն էր ՀԱԿ-ը։ Ես անկեղծ ցանկանում եմ, որ դուք անցնեք ազգային ժողով, որովհետև ես կարծում եմ, որ իրապես ազգային ժողովում որակ կարող է փոխել ՀԱԿ-ը։ Եվ կոչ եմ անում բոլորին անպայման գնալ ընտրությունների։ Ես շատ լավ գիտեմ, շատ լավ հասկանում եմ, որ հիասթափված եք, չեք կողմնորոշվում, կարծում եք, որ ձեր գնալով ոչինչ չի փոխվելու, բայց դա այդպես չէ։ Հենց ձեր գնալով է միակ տարբերակը որևէ բան փոխելու ձեր ընտրություններին մասնակցելն է։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է FINAP հաշվապահական ընկերությունը, բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ գրեք ինչ թեմաներով կուզեք զրուցենք, ում կուզեք տեսնել այս տաղավարում, կարող եք աջակցել նաև մեր հաղորդմանը Donation Alerts եւ Patreon համակարգերի միջոցով։ Եվ վերջում նորից կրկնում եմ, անպայման գնացեք ընտրությունների, դա շատ կարևոր է։ Լավ եղեք, կհանդիպենք։